110 տարի առաջ մեզ փորձեցին ցեղասպանել, բնաջնջել, մոռացնել տալ հայրենիքն ու մենք բռնեցին գաղթի ճամփա, ու դա արեցին թուրքերը։ Ուղիղ 110 տարի անց մեզ շարունակում են ոչնչացնել, մոռացնել տալ մեր պատկանելությունն ու էթնիկ ատելություն սերմանում, ու դա չեն անում թուրքերը, դա անում է հայը։ Ներսից արցախցիների նկատմամբ դասեր խաղաց շինելու ապաշնոր համառությամբ սեփ խրում, տարանջատում, իրար դեմ հանում մեզ, նույն էթնոսի մարդկանց։ Մեզ ստիպում են ատել իրար, ինքնության վիժեցման են տանում։ Սա տականքի, անհայրենիքի եւ թրքամտության ամենաստոր դրսեւորումն է։ Հետաքրքիր է, երբ նայում ես Էրզրումի, Ադանայի, Դերզորի գաղթի ճանապարհները այնքան խորը սրտով ապրոմակցում ես նախնիներից, անզորության ու զայրույթի զգացումով լցվում, բայց երբ 2 տարի առաջ հակարի կամրջով, տան վերջին կարևոր իրերով, ու անվերադարձ անորոշության գնացող հայի մասին ես մտածում, այնքան ես օտարվում, որ թույլ ես տալիս քեզ համոզեն, որ ոչ թե կարեկցես, այլ ատես իրեն։ Սա բանականության ցնցում է։ Խնդրում եմ մյուս անգամ, եթե թեթև կասկած անգամ արթնանա, հիշես, որ քո ձեռքով կառուցած, ամեն անկյունը փայփայած տունը դու քո ձեռքով չես այրել։ Դու չես վերջին անգամ մանկությանդ պատերը հայացքով ամենաամուր ձևով գրկել ու դուրս եկել։ Դու չես 9 ամիս շրջափակման մեջ ապրել, սնվել նվազագույնով, երեխայիդ պարտադրված սովը տեսել, սակարկել շաքարավազը ալյուրով։ Դու չես հավերժ կտրվել հողից ու քո կարոտները վերադարձի հասցեներ ունեն։ Խնդրում եմ հիշես, որ քո աչքի առաջ չեն մարդիկ բենզինի երախը ընկել, ամեն ձայնից վեր թռել ու վատագույնը սպասել, որ հրեշային ձևախեղումները հոգի են փոխում։ Դու չես ապաստանում փոքրիկ խնամել ու աղոթել դիրքում գտնվող որդուդ համար, որ եթե չարանաս, հիշես այս տատիկին։ Մերտոնը մրցունտագեմստին, այասոս, մրցուննքշտեմստին։ Հիշես, որ այս ցավը ամեն օր սպանվում է հազարավորների կոկորդում, փշրվում ապրելակերպի մեջ, որ մարդկային ճակատագրերը զուտ թվեր չեն, որ դու երբեք չգիտես, թե անզորությունն ու անորոշությունը ինչեր կարող են ծնել, մարդիկ հանգստություն են ուզում։ Խնդրում եմ իրար ատելուց առաջ հասկանանք, որ մենք ապրում ենք անսահման բաց վերքերով մարդկանց հետ, որ չցեղասպանենք իրար ատելության յաթաղանով։ Արցախի կորուստը բոլորիս վերքն է, ու ամոքունները սկսում են իրար սիրելուց։ 110 տարի անց ավելի փոքրացող հայրենիքում թուրք լինելն ամենացավոտն է։ Մերժենք ատելությունն ու ինքնավոչնչացումը։ Սիրենք իրար ավելի ուժեղ, ավելի խոհեմ, ոչ թե պատմական անցյալում, այլ հիմա, իրար կողք կողքի։